2010 թվականին, որ ընկերները գնացել էին ծառայության եկել էին, ինքը ասեց, ուրեմն ես էլ պետք է գնամ ծառայեմ, ինչի ընկերներիցս հետ մնամ, ու ինքը գնաց վայնկոմատ, իրան ասեցին, որ քեզ չի կարելի տանել, որովհետև համ քաշը չէր հերիքում, համ էլ բոյը, ինքը շատ պիվա էր խմել, դաժե հաց էլ կերել էր այդ օրը, որ քաշը գար տեղը, բոյը այնքան չէ, ինչքան քաշը։ Գնացել էր վայնկոմատի աշխատողն ասել էր, էլի չի լինելու, որովհետև քաշը չի ներում։ Մտել էր կամանդիրի մոտ վայնկոմատի, այնտեղ դիմում էր գրել, որ ես ուզում եմ գնամ ծառայության։ Դաժե զորամասից ուզեցել էին հետ դարձնեն իրան, բայց ինքը հետ չէր դառել։ Ինքը գնաց բանակ նորից օտպուսկից հետո, մեկ էլ խաբարը լսեցինք, որ մահացել արդեն, զոհվել է։ Ես ինչ շատ վատ զգացի, մինչև առեսօր չգիտեմ էլի չեմ պատկերացնում։ Ծառայության ավարտին ինչքան էր մնացել։ 2 ամիս։ Ինքը որ ըլներ մեր համար ավելի լավ կլներ, մեր թիկունքին կլներ, այնտեղ է գնացել է Ռուսաստան ընտանիքով, որ յանում աշխատի մեզ թիկուն կլնի, բայց նրա գործերն էլ ենքան հաջող չի, որ օգնի։ Հիմի մենք էլ թոշակառու ենք, ես երրորդ կարգի հաշվանդամ թոշակառու եմ, ինքը երկրորդ կարգի հաշվանդամ թոշակառու է։ Հազիվ ծերին հասցնում ենք։ Ձեզ բնակարան են նվիրել, այո։ Մեզ բնակարան են նվիրել, շատ գոհ ու շնորհակալ եմ նվիրելու համար, բայց որ դատարկան տեղ вообще ոչ մի բան չկա։ Իսկ սա ինչ տուն է, որտեղ եք հիմա ապրում։ Սա տղուս տունն է, ինքը ունի 2 տղա, որ պետք է գա։ Եթե իրանք եկան, մենք ստեղ չենք կարա մնանք։ Այնտեղ էլ ապրելու տեղ չկա, այսինքն քնելու։ Ոչ մի կահույք չկա այնտեղ։ Գնացել ենք այնտեղ, 2 անգամ գնացել ենք, տեսել ենք, չէ, ցուրտ է, չենք կարող մնանք, հնարավոր չի պոլին, ոչ էլ հնարավոր է կանգնել։ Ստիպված թողե հետ ենք եկել։ Իսկ հիմի որտեղ ես գա, ես պետք է թողեմ էթամ այնտեղ։ Այնքան վիրավորվեցի, որ ինչ տարբերություն, ապրիլյան զոհը կամ 12 թվի զոհը, չէ որ իմ երեխեն էլ փոքր գնացել է հայրենիքը պաշտպանելու, դիրքերում զոհվել։ Դաժե վերջի անգամ ինքը դիրքեր պետք չետար, բայց ինքը ասեց, զանգեց ասեց մամ, այս վերջի դիրքերն է, գնամ գամ ու կգամ տուն։ Բայց գնաց ու չկարացավ հետ գալ, խեղճ երեխան։ Ես վիրավորվում եմ, գիտես ինչից, որ հեռուստացույցով ցույց են տալիս, որ զոհվածների ընտանիքներին ինչ ձև են օգնում։ Ինչ ձև են մտնում դուրս գալիս։ Իսկ իմ տունս ոչ մեկը մի հատ չբարեհաճեց, որ ծնունդի օրը կամ մահացած օրը մեկն ու մեկը նախարարներից մտներ, ասեր թե սպասի դա։